Ողջույն ձեզ սիրելիներ, այսօր տագնապալի լուրեր ստացանք հայրենիքից համացանցի միջոցով, թե ինչպես են մի խումբ անձինք իրենց պաշտոնական դիրքի չարաշահմամբ եւ իրենց հանգամանք օգտագործելով փորձել ահաբեկել մեր քահանաներից Տեր Արտաշեսին, ոսկետափ համայնքում իր ծառայությունը բերող, բարարի աջակցությամբ, այսպես կամ ուղեկցությամբ վարչական ղեկավարի տեղակալի օգնությամբ, ուղեկցությամբ միասին գնացել են, այցելել են, գիտեք, բոլորդ էլ այդ պատմությունը, սպառնացել են մի ժամ ժամանակ են տվել, եթե չգնաս գալու են եկեղեցու փականները փոխեն եւ փորձել են սադրեն ինչ-որ բան կազմակերպեն։ Ուրեմն մի շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել։ Նախ այդ անձինք թող չմոռանան, որ վաղ թե ուշ կանգնելու են պատասխանատվության առաջ, իրենց գործած ամեն տեսակի ապօրինության համար։ Ամեն ինչ փաստագրվում է, ամեն ինչ արձանագրվում է եւ ժամանակ է գալու, որ իրենց արարքների համար թե երկրավոր օրենքների եւ թե երկնային օրենքների առաջ պատասխան են տալու։ Դա միանշանակ։ Թե Աստծո առաջ, Աստծո դատաստանի, թե այստեղ այս աշխարհիկ դատարանի առաջ պիտի պատասխան տան։ Ուրեմն իմ քահանա եղբայրներին խնդրանքս չվախենաք։ Ինչպես որ չեք վախենում, ինչպես որ քաջաբար կանգնում եք, մենք մեր աղոթքներով ամեն ժամ, ամեն օր ձեր կողքին ենք, հնարավորության դեպքում ամեն ձևով ձեր կողքին ենք։ Աստված ձեզ թող զորացնի։ Ձեր Ղևոնդյանց քահանայի ոգիով դաստիարակված իրական հոգևորականներիդ, ովքեր որ ամեն ճնշումին հակադարձում են իրենց քաջությամբ, իրենց համբերությամբ, սիրով եւ աղոթքներով։ Զորանաք Տեր Հայր ջան Տիրոջով։ Զորանաք բոլորդ սիրելի հոգևոր հայրեր, թե աբեղաներ, թե վարդապետներ, թե ավելի բարձր աստիճանի վրա գտնվող հոգևորականներդ։ Բոլորիդ առաջ իմ խոնարհումը եւ բոլորիդ աչը համբուրում եմ։ Միայն խնդրանք ունեմ մեր քահանա հայրերին։ Եթե որևիցե մեկը առանց առաջնորդի կամ առաջնորդական տեղապահի այդ պարագայում Մասյացօտնի թեմի քահանաներին վերաբերում խոսքը եւ առասարակ բոլոր թեմերում ծառայող հոգևորականներին առանց առաջնորդ սրբազան հայրերի կամ հայրսուրբերի իմացության ձեզ հետ հանդիպում են խնդրում վարչական այսպես կառավարման թիմ կառավարման այսպես ասեմ անդամները կամ ոստիկանները կամ չգիտեմ ազգային անվտանգության հատուկ ծառայողները եւ այլն որևիցե մեկը, որը ձեր հետ հանդիպում է ձգտում եւ փորձում է ձեզ սադրել կամ ձեզ սպառնալ ինչ որ բանով, կապ չունի։ Խնդրում եմ ձեզ, բոլորիդ հեռախոսները այդ հնարավորությունն ունեն, միացնեք Facebook-յան ուղիղ եթեր եւ պահեք ուղղակի այդ մարդկանց երեսին ու ասեք, այ հիմա խնդրում եմ խոսեք այն ինչի մասին, որ եկել եք խոսելու ինձ հետ։ Որտեւ գիտեմ, շատերը օգտվում են ձեր բարեվարկությունից, ձեր բարեկրթությունից, հա, գիտեմ, որ դաստիարակված եք, շատ դեպքերում ամաչում եք, հա, անձնական խոսակցություններ հրապարակելու եւ այլ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, երբ որ լայվ միացնեք, այդ մարդիկ այնտեղ չեն մնա։ Միանգամից կհեռանան։ Ես այսօր լսեցի, որ անգամ նախադեպ եղել է արդեն այդպեսին, դուք էլ տեղյակ եք, երբ որ այդ մարդիկ լսել են, որ պետք է նկարահանվի իրենց խոսակցությունը, միանգամից հեռացել են այդտեղից։ Խնդրում եմ ձեզ, դա լավ առիթ է, որպեսզի այդ մարդկանց հակադարձենք քաղաքակիրթ ճանապարհով եւ երկրորդ փաստագրենք տեսանկարման ճանապարհով, թե ինչպիսի ապօրինություններ են տեղի ունենում։ Եվ Facebook-յան լայվը հնարավոր չի կեղծել։ Այսինքն ոչ AI այդ արհեստական բանականության միջոցով եւ ոչ էլ որևիցե մոնտաժի միջոցով։ Լայվը կամ ուղիղ եթերը, ինչպես ասում ենք, հնարավոր չէ այսպես կեղծել Facebook-յան ուղիղ եթերը։ Դրա համար Facebook-յան ուղիղ եթերի միջոցով կարող եք դուք այդ ամեն ինչը փաստագրեք նախ առաջին, երկրորդ հերթին էլ որպես գործիքակազմ, սաստող գործիք իրենց դեմ օգտագործեք դա։ Ուշ կարողություն բոլորիդ սիրելի հայրեր, օրհնեցեք ձեր աղոթքներով այս ամեն ինչը պիտի հաղթահարենք։ Աստված ձեզ ուշ կարողություն տա։